ԱՄՆ-ն զգուշացրել է Ուկրաինային, որ այլևս չի կարող ապահովել զենքի եւ հոբ համակարգերի անխափան մատակարարումներ իր ենթակառուցվածքները արդյունավետորեն պաշտպանելու համար, հաղորդում է NBC News-ը, հղում անելով աղբյուրներին։ Հեռուստատեսության աղբյուրների համաձայն անցյալ շաբաթ Կիևում կայացած բանակցությունների ժամանակ ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը հայտարարել է, որ ամերիկյան պաշտպանական արդյունաբերությունը չի կարող շարունակել Ուկրաինային զենք եւ հոբ համակարգեր մատակարարել այն քանակությամբ, որոնք անհրաժեշտ են երկրի ենթակառուցվածքներն ու բնակչությունը պաշտպանելու համար։ ԱՄՆ-ի կողմից ներկայացված խաղաղության ծրագիրը պարունակում է առնվազն 3 կետ, որոնք կարմիր գծեր են Ուկրաինայի համար եւ կարող են խոչընդոտել բանակցությունների հետագա առաջընթացին, հաղորդում է CNN News-ը, հղում անելով Կիևի բարձրաստիճան պաշտոնյային։ Առաջին հերթին սա վերաբերում է Դոնբասում տարածքների, այդ թվում Ուկրաինայի այսպես կոչված ամրոցների գոտու փոխանցման զգայուն հարցին։ Աղբյուրը նշել է, որ մեկ այլ կետ է Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը սահմանափակելու վիճահարույց առաջարկը։ Նաև անընդունելի է Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու պահանջը։ Աղբյուրը կարծում է, որ նման զիջումը կստեղծի վատ նախադեպ եւ Ռուսաստանին կտա վետոյի իրավունք ռազմական դաշինքի նկատմամբ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն զգուշացրել է, որ չպետք է անիրատեսական սպասումներ ունենալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրից։ Ռյուտեի խոսքով առաջարկվող ծրագիրը պարունակում է մի շարք կարևոր տարրեր, բայց նաև բարդ տարրեր, որոնք պահանջում են հետագա մշակում եւ բանակցություն։ Մենք դեռևս հեռու ենք խաղաղության ճանապարհին մեր նպատակին հասնելուց, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար։ Axios-ին ասել է Ուկրաինայի առաջնորդի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նա հավելել է, որ դա կարող է տեղի ունենալ նոյեմբերի 27-ին։ Հուսով եմ, որ նախագահ Զելենսկու այցը կկայանա հնարավորինս շուտ, քանի որ դա կօգնի նախագահ Թրամփին շարունակել այս պատերազմը դադարեցնելու իր պատմական առաքելությունը, ասել է Երմակը։ Նրա խոսքով ԱՄՆ եւ Ուկրաինայի պաշտոնյաները համաձայնության են եկել խաղաղության ծրագրի մեծ մասի շուրջ, որը զգալիորեն տարբերվում է ԱՄՆ 28 կետանոց սկզբնական առաջարկից։ Զելենսկին ընդգծել է, որ ցանկանում է տարածքային զիջումների շուրջ բանակցել անձամբ Թրամփի հետ։ Պաշտպանության նախարարության ուղղաթիռ, որը օրվա ընթացքում իրականացրել է 22 թռիչք։ Գեղարքունիքի ճամբարակ թթուջուր հատվածում էկոպարեկային ծառայության աշխատակիցները կրկին փորձել են մարել դեռ 4 օր առաջ բռնկված էր դեհը։ Ամենավտանգավորը համարվում են կոճղերի տակ մնացած բոցավառվող օջախները, որոնք ցանկացած պահի կարող են կրկին բռնկվել։ Գեղարքունիքում առաջին հրդեհները գրանցվել էին նոյեմբերի 21-ին միանգամից 3 օջախով։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ դրանցից 2-ը մարվել են, երրորդում աշխատանքներն ընթանում են ինտենսիվ ռեժիմով։ Տեղացիների շրջանում շրջանառվում են ինչպես գյուղացիների անփութության, այնպես էլ կախամտածված հրդեհման վարկածներ, ներառյալ հնարավոր սահմանից եկած վտանգի մասին ենթադրությունները։ Պաշտոնական հաստատում չկա։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հետաքննություն կսկսվի միայն այն դեպքում, եթե ստացվի հանցագործության մասին հաղորդում։ Եվրոպական միության երկրները սկսել են մշակել պլան B, եթե չկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար օգտագործվող սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման հարցում, հաղորդում է Պոլիտիկոն։ Հրապարակման համաձայն հարցի հրատապությունը պայմանավորված է խաղաղության բանակցությունների ինտենսիվացմամբ։ Եթե մենք ոչինչ չանենք, մեզնից առաջ ուրիշները կանեն դա, նշել է աղբյուրը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեմ է արտահայտվել Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակմանը, ինչպես առաջարկվում է ԱՄՆ խաղաղության ծրագրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ Մակրոնի, կամավորների կոալիցիայի տեսակոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում Ժնևյան բանակցությունները ցույց տվեցին, որ ուկրաինական բանակի թվաքանակը չպետք է սահմանափակվի։ Պետության ղեկավարը շեշտել է, որ դրա համար անհրաժեշտ ամեն ինչ նախատեսված է։ Նոյեմբերի 25-ին Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի գլխավորած կամավորների կոալիցիան կստեղծի աշխատանքային խումբ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու համար Թուրքիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող խաղաղության ծրագիրը նախատեսում է Ուկրաինայի հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց, նոր սահմանների եւ բուֆերային գոտու ստեղծում, Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ սահմանափակումներ եւ սառեցված ռուսական ակտիվների օգտագործում։ Ծրագիրը նաեւ ներառում է Կիևի համար անվտանգության երաշխիքներ։
Կրեմլը կհայտարարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հնարավոր հանդիպման մասին։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Մենք կհայտարարենք հնարավոր շփումների մասին, ասել է Կրեմլի խոսնակը, մեկնաբանելով հունգարական լրատվամիջոցների հաղորդագրությունները քաղաքական գործիչների հնարավոր հանդիպման մասին։ Նոյեմբերի 25-ին հունգարական Direct 36 հրատարակության լրագրող Սաբոլ Շպանյան հայտնել է, որ Օրբանը նախատեսում է նոյեմբերի 28-ին այցելել Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու։ Ենթադրաբար Հունգարիայի վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը կարող են հանդիպել, քննարկելու Ուկրաինայում զինված հակամարտության կարգավորման ծրագիրը։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չի եղել ոչ հունգարական, ոչ ռուսական ներկայացուցիչների կողմից։ Մենք ունենք միայն մեկ թիրախ, դա այս չարիքի իշխանությունն է։ Այս մասին ազգային ժողովում ասել է Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ներկայացնելով իրենց առաջարկը ընդդիմադիրներին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել իշխանություններից ազատվելու համար։ Ազգային պետական մտածողություն ունեցող հասարակական քաղաքական շրջանակները կունենան այդ գիտակցությունը, մենք կկարողանանք միասին ձևավորել այդ դիմադրության ճակատը Հայաստանի Հանրապետության ազգային շահերը պաշտպանելու, մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու եւ այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Ես հայտարարում եմ, որ մենք հաջորդ շաբաթվանից Հայաստանի բոլոր ընդդիմադիր դերակատար ուժերի հետ սկսելու ենք այս խորհրդակցությունները եւ կարողանալու ենք այդ ամբողջական կոնսոլիդացիան առնվազն իմ վերը նշված օրակարգային հարցերի շուրջ ունենալ։ Մարդկանց անտարբերությունը եւ լռությունը ծնում է քաղբանտարկյալներ։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով Հայաստանը, որ թանգարան էր բաց երկնքի տակ, այսօր բանտ է բաց երկնքի տակ։ Մարդկանց անտարբերությունը եւ լռությունը այո ծնում է քաղբանտարկյալներ։ Ինչ ճիշտ հասկացեք, այստեղ որևէ անձնական պատմություններ չեն։ Քաղբանտարկյալները անձնական պատմություններ են եւ անձնական պատմություններ չեն։ Ընտանեկան են այո մարդիկ կամ բարեկամներ եմ տեսնում, բայց դա երկրի պատմությունն է, երկրի քաղաքական ողբերգությունը։ Եվ այո ամեն մի անձնական ընտանեկան պատմության հետևում կա երկիր եւ այդ երկրի դարդը, այդ երկրի խնդրեմը, այդ երկրի հիվանդությունը։ Երբեմն տարբեր թվեր ենք ասում, ինչքան քաղբանտարկյալ կա երկրում։ 20 ենք ասում, 30 ենք ասում, 40, 60 արդեն։ Բայց քաղբանտարկյալները միայն ստատիստիկա չեն, նրանք ճակատագիր են։ Թեպետ վատ է, որ մենք մինչև հիմա չգիտենք այդ մարդկանց թիվը։ Վատ է, որ չգիտենք թիվը։ Ու չգիտենք ոչ թե նրա համար, որ այդ մարդկանց չգիտենք, այլ չգիտենք, որովհետև որևէ մեկը դեռևս կառույց անհատ, որը կվայելի բոլոր ամբողջ քաղաքական հասարակական դաշտի վստահությունը, չի նստել ու չի հաշվել ու չի սահմանել քաղբանտարկյալների քանակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստին բացի անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել է նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են անվտանգության խորհրդի լիազորությունների շրջանակն ընդգրկող ընթացիկ օրակարգային եւ ռազմավարական բնույթի հարցեր։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ հապկից դուրս գալը խոսում է հակառուսության մասին։ Նա համարում է, որ Հայաստանը փաստացի դուրս է եկել հապկից, ինչ վերաբերում է մնացածին, թողեք մեր քաղաքական նպատակահարմարության վրա, հավելել է ազգային ժողովի նախագահը։ Զապորոժիեի ատոմակայանը հնարավոր խաղաղության համաձայնագրից հետո կարիք կունենա հատուկ կարգավիճակի, հաղորդում է Reuters-ը, հղում անելով ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը կարիք կունենա հատուկ կարգավիճակի եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև համագործակցության համաձայնագրի, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, հաղորդել է հրատարակությունը։ Զապորոժիեի ԱԵԿ-ը գտնվում է Դնեպր գետի ձախափին, Էներգոդար քաղաքի մոտ։ Այն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է իր ագրեգատների քանակով եւ տեղադրված հզորությամբ։ Ունի 6 էներգաբլոկ, յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը դարձավ Ռուսաստանի Դաշնության սեփականությունը։ Էներգաբլոկներում էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել է 2022 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի ապրիլից բոլոր էներգաբլոկները գտնվում են սառը անջատման ռեժիմում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան այցելել է Ուկրաինա, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ Մենք հանդիպեցինք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ Ուկրաինա կատարած այցի ընթացքում։ Մենք հաստատեցինք PURL ծրագրի արդյունավետությունը որպես Ուկրաինայի սպառազինության կարիքները բավարարելու արդյունավետ գործիք։ Ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսական աջակցության ծավալը գերազանցել է 3 միլիարդ դոլարը, հայտնել է վարչապետը։ Եվրոպան վախենում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերադառնալ Ուկրաինայի վերաբերյալ 28 կետանոց սկզբնական պլանին, որը նախատեսում էր Կիևի կողմից Ռուսաստանին զգալի զիջումներ, հայտնել է Politico-ն։ Ուկրաինայի համար այժմ ռիսկն այն է, որ Վլադիմիր Պուտինը կվերադարձնի ամերիկացի նախագահին իր սկզբնական դիրքորոշմանը 28 կետանոց հրադադարի համաձայնագրին, որը զայրացրել է Բրյուսելի պաշտոնյաներին, հաղորդել է թերթը։ Եթե դա տեղի ունենա ըստ Politico պարբերականի, Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կկանգնի տհաճ ընտրության առաջ։ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է արագացնի իր արևելյան թևի անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունն ամրապնդելու ջանքերը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը այն ֆոնին, որ Ռումինիան կրկին օդ է բարձրացրել կործանիչներ, ենթադրաբար իր օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի պատճառով, հաղորդում է Reuters-ը։ Արևելյան պահապան գործողությունը պահանջում է ամրացումներ։ Եթե այս խախտումը Ռումինիայում այսօր հաստատվի, դա նույնպես եզրակացություն կլինի, ասել է նա։ Բլումբերգը նոյեմբերի սկզբին հայտնել էր, որ Լեհաստանը մտադիր է ստեղծել իր սեփական անօդաչու թռչող սարքերի պատը, առանց սպասելու ԵՄ մակարդակով նմանատիպ նախաձեռնության իրականացմանը։ Լեհաստանի կառավարությունը նպատակ ունի նախաձեռնություն իրականացնել իր հայտարարությունից հետո 3 ամսվա ընթացքում։ Անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգը նախատեսում է ավարտել 2 տարվա ընթացքում։ Ռումինիայի ռազմաօդային ուժերը երկրի օդային տարածքում հայտնաբերել են անհայտ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել են Ռումինիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, փոխանցում է Լենտան։ Ռումինիայի պաշտպանության նախարարության ռադարները նոյեմբերի 25-ի առավոտյան հայտնաբերել են թիրախ, որն ուղղվում էր դեպի Թուլչայի շրջանի ազգային օդային տարածք, նշել են գերատեսչությունում։ Որոշ ԵՄ դիվանագետներ վախենում են, որ Ուկրաինային ռուսական ակտիվներով վարկ տրամադրելու գաղափարը կարող է ձախողվել ԱՄՆ խաղաղության ծրագրի պատճառով, հաղորդում է Politico-ն։ Խոսքը վերաբերվում է փոխհատուցման վարկին, որի համար ԵՄ առաջնորդները նախատեսում են օգտագործել 140 միլիարդ եվրո։ Գաղափարը հետաձգվել է Բելգիայի առարկությունների պատճառով, որը չէր ցանկանում ստանձնել միջոցների օգտագործման ամբողջական պատասխանատվությունը։ Որոշ դիվանագետներ հույս ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշումը կստիպի Բելգիային եւ ակտիվների սառեցման ծրագրի վերաբերյալ վերապահումներ ունեցող ԵՄ այլ երկրներին միանալ դրան։ Պաշտոնյաների խոսքով մի գաղափար, որը չի բացառվել, ակտիվների մի մասի օգտագործումը համատեղ ԵՄ պարտատոմսերի կամ հնարավոր է ԵՄ կառավարությունների ուղղակի ֆինանսական ներդրումների հետ միասին է։ Այնուամենայնիվ, որոշ ԵՄ դիվանագետներ վախենում են, որ Ուկրաինային սառեցված ակտիվներով փոխհատուցման վարկ տրամադրելու ամբողջ գաղափարը կփլուզվի, եթե խաղաղության համաձայնագրի վերջնական նախագծում հողում լինի նույն միջոցների օգտագործմանը, ասվում է հոդվածում։ Կանադական եւ եվրոպական իշխանությունները քննարկում են անվտանգության նոր համաձայնագրեր, սակայն առանց Միացյալ Նահանգների մասնակցության։ Ամերիկյան վարչակազմի դիրքորոշման նկատմամբ անվստահության ֆոնին նման հայտարարությամբ հանդես է եկել Washington Post-ը։ Եվրոպացիներն ու կանադացիները այժմ խոսում են սեփական անվտանգության համաձայնագրերի կնքման մասին, հայտնել է հրատարակությունը։ Թերթը նաեւ նշել է, որ Կանադան այլևս չի կարող ապավինել Միացյալ Նահանգներին անվտանգության հարցում, ինչպես նախկին ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ներկայիս վիճակի պատճառով, որոնք վատթարացել են մաքսատուրքերի պատճառով։ Թերթը պնդում է, որ եվրոպական երկրները նույնպես կիսում են այս կարծիքը։ Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կուսակցության 8-րդ համաժողովի եւ 7-րդ քաղաքական ժողովի կազմակերպմանն առնչվող, ինչպես նաեւ կարգապահական բնույթի եւ այլ հարցեր։ Այս մասին հայտնել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։
Նոյեմբերի 26-ի ժամը 10:30-ի դրությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կազաչի կոչվող հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, սակայն կրակի դեմ պայքարը շարունակվում է այլ օջախներում։ Նավուր բնակավայրի Դիլիջանի ոլորանների անտառային գոտու եւ Լեռնային Արմենիա հյուրանոցի մոտակայքում։ Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե հրդեհը հասել է Լեռնային Հայաստան առողջարան։ Պաշտոնական տվյալներով հրդեհը հիմնականում ընդգրկել է խոտածածկ տարածքներ, մեծաքանակ ծառերի այրում չի գրանցվել, սակայն կան ջերմահարման դեպքեր։ Կրակի տարածումը դեպի տներ եւ առողջարան կանխվել է։ Հրդեհաշիժման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարար, 215 էկոպարեկ եւ կամավոր բնակիչներ։ Ինչպես են Բաքվի դպրոցում ստորացնում հային, Եվրամեդիա 24-ի եթերում թեմային անդրադարձել է հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանը, նշելով, որ նշված պայմաններում չի կարող խոսվել խաղաղության օրակարգի մասին։ Չի կարող ատելությունը ինչ որևէ ֆորմայով դառնալ խաղաղություն։ Չի կարող, երբ որ դու մանկապարտեզի երեխային այդ կադրերն ենք տեսել, ադրբեջանական մանկապարտեզում երեխային ասում են 3 տարեկան, 2.5 տարեկան երեխային, ով ա քո թշնամին, ասում ա հայը, ինչ կանեիր հային, ասում ա կմորթեի։ Ավելին փողոցում Բաքվի հարցում են անցկացրել, տեսանյութ են ցույց տվել մի երեխայի ձայնը անջատած, ասել են, եթե այս երեխան փողոցում հայտնվեր անօգնական, ինչ կանեիք, ասել են կգրկեինք, կտանեինք, կսիրեինք, կփայփայեինք, բացել են ձայնը, հայի ձայն, ասել են, եթե տեսնեիք, որ հայ երեխա է, 90%-ը Բաքվի փողոցում հարցում անցկացվածների ասելա կմորթեինք։ Այսպես են գնում խաղաղության, այսպիսի խաղաղություն լինում է, սա խաղաղություն չի, սա հերթական կապիտուլյացիան է, նաև բարոյական, նաև արժե համակարգային կապիտուլյացիա է, որին տանում է այս իշխանությունը։ Ատեստավորման ներդրման նպատակը ոչ միայն զինծառայողի ֆինանսական ապահովվածության բարելավումն է, այլև նրա պատրաստության մակարդակի մասնագիտական կարողությունների ու հմտությունների բարձրացումը։ Այս մասին հարցնում է քաղաքացին հաղորդաշարի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մեր գնահատման համակարգը միտված է դրան, որպեսզի թե կազմակերպված, թե ինքնուրույն ինքնակրթության ինքնապատրաստության միջոցով զինծառայողը մեծացնի գիտելիքի իր պաշարը, ասել է նախարարը։ Ներկա պահին ատեստավորումն ընթացքի մեջ է, արդեն ատեստավորվել է զինված ուժերի զինծառայողների մոտավորապես 65%-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը 3 օրով կմեկնի Բրյուսել մասնակցելու ՀՀԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը։ Պատվիրակության կազմում են արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, արդարադատության փոխնախարար Տիգրան Դատունցը, ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, ՏԿ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորիա Այդինյանը։ Որոշման մեջ ասվում է, ղեկավարվելով կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով ՀՀԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպանը մասնակցելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 1-ից 3-ը Բելգիայի թագավորություն գործուղել պատվիրակություն համաձայն հավելվածի։ Արևմտյան երկրները կարող են արագ հաղթել Ռուսաստանին, բայց Մոսկվան ունի միջուկային զենք։ Պոլիտիկոին տված հարցազրույցում հայտարարել է բրիտանացի քաղաքական գործիչ Գրեգ Սվանսոնը։ Մենք կարող ենք հաղթել Ռուսաստանին, կարծում եմ, մենք արագ կհաղթենք նրան, եթե միջուկային զենք չունենային, ընդգծել է նա։ Նոյեմբերի 20-ին Airbus-ի նախագահ Ռենե Օբերմանը Բերլինի անվտանգության համաժողովում հայտարարեց, որ Եվրոպային անհրաժեշտ է ձեռք բերել մարտավարական միջուկային զենք Ռուսաստանին հաջողությամբ հակազդելու համար։ Օբերմանի խոսքով Կալինինգրադի մարզում Իսկանդեր-M հրթիռների վրա ավելի քան 500 մարտավարական միջուկային մարտագլխիկների տեղակայումը դարձել է եվրոպական երկրների աքիլեսյան գարշապարը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները դադարեցվել են Կիևի նախաձեռնությամբ, սակայն ներկայումս աշխատանքներ են տարվում ուկրաինական եւ ամերիկյան կողմերի միջև։ Այս տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով քննարկումները հիմնված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի նախագծի վրա։ Պեսկովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը շնորհակալություն է հայտնում Թուրքիային Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցությունների վերսկսման համար, պայմաններ ապահովելու պատրաստակամության համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պնդել է, որ մի ռուս ազդեցություն է ունեցել Ուկրաինայի պլանի նախնական նախագծի մշակման գործում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Ռուբիոն նրանց ասել է, որ նախնական նախագծի վրա ազդել է մի ռուս առանց նրա անունը տալու։ Նա նաև մյուս օրենսդիրներին ասել է, որ պլանը ներառում է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի եւ այլ ուկրաինացի պաշտոնյաների կողմից առաջարկված տարեր, հաղորդել է թերթը։ Մեծ յոթնյակը մահանում է, նրա անդամները ցուցաբերում են բանակցելու անկարողություն եւ երեսպաշտություն, այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեջբերում է 10-ը։ Նախարարը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր էր մասնակցել BRICS գագաթնաժողովին, բայց նրան չեն հրավիրել։ Նա նաեւ կասկած է հայտնել, որ անդամների մեծ մասը ուրախ կլինի տեսնել Ֆրանսիային նույնիսկ այն դիրքով, որը այն զբաղեցնում է համաշխարհային տնտեսությունում, քաղաքականության եւ ֆինանսների մեջ։ Նրա կարծիքով այս երկրի տեղը ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում է, որոնք այժմ միմյանցից քիչ տարբեր են։ Նաեւ G7-ում է, որը մեռնում է, հավելել է Լավրովը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ նոյեմբերի վերջին, հաղորդել է բրիտանական Guardian թերթը, հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն Վոլոդիմիր Զելենսկին կարող է հանդիպել Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը այս շաբաթվա վերջին, Կիևի եւ Վաշինգտոնի միջև մի շարք հեռախոսազրույցների ֆոնին։ Ուկրաինան պնդում է Եվրոպայի մասնակցությունը բանակցություններին, հաղորդել է թերթը։ Նոյեմբերի 23-ին Ժնևում կայացած մամլոասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի մասնակցությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացին դեռևս քննարկման առարկա է։ Նա պնդել է, որ ամերիկյան կողմի առաջարկած խաղաղության ծրագիրը անընդհատ կատարելագործվում է եւ կենթանի փաստաթուղթ է։ Ռուբիոն ընդգծել է, որ կան անհամաձայնություններ, մասնավորապես ռուսական ակտիվների ճակատագրի եւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի դերի վերաբերյալ ապագա խաղաղության բանակցություններում։ Նա հավելել է, որ այս վիճելի հարցերը կքննարկվեն Եվրոպական ազգային անվտանգության խորհրդատուների հետ համատեղ։ Ֆրանսիայում քննարկվող զինվորական ծառայության բարեփոխումը չի ենթադրում ֆրանսիացի երիտասարդներին Ուկրաինայի հակամարտության գոտի ուղարկելը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մենք պետք է ամրապնդենք զինված ուժերի եւ պետության միջև կապը, բայց մենք պետք է իսկապես վերացնենք ցանկացած թյուրըմբռնում, որ մենք մեր երիտասարդներին ուղարկելու ենք Ուկրաինա, նշել է Ֆրանսիայի նախագահը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նոր խաղաղության ծրագրի քննարկումների ֆոնին կանգնած է մռայլ ընտրության առջև։ Կամ ընդունել նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, կամ հույսը դնել եվրոպական օգնության վրա, հաղորդել է Politico-ն։ Զելենսկին մռայլ ընտրության առջև է կանգնած։ Ընդունել Թրամփի խաղաղության համաձայնագիրը կամ հույսը դնել անվստահելի եվրոպացի ընկերների վրա, հայտնել է թերթը։ Նշվում է, որ Ժնևի բանակցություններից հետո եվրոպական երկրները դեռևս չափազանց թույլ կամ չափազանց ամաչկոտ են սառեցված ռուսական ակտիվներից վարկ վերցնելու Ուկրաինան փրկելու համար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այսօր նոյեմբերի 25-ին եպիսկոպոսատ ժողով է հրավիրվել։ Եպիսկոպոսատ ժողովում ամենայն հավանականությամբ քննության առարկա կդառնա նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազանի հարցը։ Ժողովին մասնակցելու հրավիրվածները խուսափում էին պատասխանել լրագրողների հարցերին։ Նախորդին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող հայկական ժամանակը գրել էր. Համացանցում մի լուսանկար է տարածվում, որում ներկայացված է դիմում ուղղված ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին։ Դիմումը ստորագրել էին 7 եպիսկոպոսներ, նամակում նրանք առաջարկում են, որ վեհափառ հայրապետը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ Սրբազանի զբաղեցրած բոլոր պաշտոնները եւ նա ապրի Մայրաթորից դուրս, այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը։ Նշենք, որ մինչ այդ համացանցում տարածվել էին Արշակ Սրբազանին առնչվող անպարկեշտ տեսանյութեր, Քննչական կոմիտեն տեսանյութերի տարածման դեպքի արդիվ վարույթ է նախաձեռնել։ Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» Տատիկ Պապիկի արձանն Ադրբեջանի կողմից վանդալիզմի է ենթարկվել։ Սոցցանցերում տարածվում են այդ մասին փաստող նոր տեսանյութեր։ Մասնավորապես ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում արձանի տեսանյութը հրապարակելով։ Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշ, նշել է Շալիևը։ Նրա ներկայացրած տեսանյութում արձանի վրա
վրա առջևի հատվածում երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։ Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասում եւս երևում են ադրբեջանով արված փորագրումներ ու գրառումներ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից դրան հաջորդած էթնիկ ստումից ու հայաթափումից հետո է հատկապես մենք ենք մեր սարերը արձանը գտնվում ադրբեջանցիների թիրախում։ Այս ընթացքում համացանցում պարբերաբար տարածվել են տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր արձանը վանդալիզմի ենթարկելու, Ադրբեջանի դրոշով կոթողի մոտ լուսանկարվելու, հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու եւ գրառելու հետ կապված։ Նկատենք, որ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանում նույնիսկ հայտարարություններ են հնչում հայկական այս հուշարձանը քանդելու վերաբերյալ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գևորգյանը, Արթուր Խաչատրյանը եւ Լևոն Քոչարյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ԵԱՀԿ-ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ-ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։ Падգամավորները խոսել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ներկայացրել մեր երկրում ժողովրդավարության վերաբերյալ իրենց դիտարկումները։ Անդրադարձ է կատարվել նաեւ ընդդիմադիր падգամավորների գործունեության առնչվող հարցերին։ ԱՄՆ-ի Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, սակայն կան ոլորտներ, որոնք բարելավման կարիք ունեն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ, երկրի պաշտպանության առաջին գիծը կլինի սեփական բանակը։ Ավելի վաղ, ինչպես հայտնել են, New York Times-ը հաղորդել էր, որ ուկրաինացի պաշտոնյաները մասնավոր զրույցներում հայտարարել են, որ անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար ավելի կարևոր են, քան ԱՄՆ ծրագրով նախատեսված ապառազմականացված գոտու տեղը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը արտացոլում է այն փաստը, որ Ռուսաստանը մոտ է հանրապետության նկատմամբ հաղթանակին։ Նման տեսակետ է հայտնել գերմանական թերթը։ Հոդվածի հեղինակը նշել է, որ ամերիկյան կողմից ներկայացված առաջարկները լավ հիմք են բանակցությունների համար եւ լուծում են հակամարտության բոլոր ամենակարևոր հարցերը։ Սակայն լրագրողը Եվրոպական խաղաղության ծրագրի պայմանները անվանել է անիրատեսական։ Հոդվածում պնդվում է, որ եվրոպացի առաջնորդները, որոնք 4 տարի հրաժարվել են բանակցել Ռուսաստանի հետ, չեն կարող հանկարծ ենթադրել, որ կարող են ուղղություն թելադրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը որոշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են տարածքային զիջումներ երկրի վատ ռազմական դիրքի պատճառով։ Այս մասին հաղորդել է Wall Street Journal-ը, հղում անելով պաշտոնյաներին։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ եւ այլ պաշտոնյաների հետ զրույցներից եւ հետախուզական տվյալների վերանայումից հետո Ուիթքոֆը եզրակացրել է, որ Ուկրաինան գտնվում է ավելի թույլ ռազմական դիրքում։ Պաշտոնյաները խոստովանել են, որ Ուկրաինայի զինված ուժերը բազմաթիվ կորուստներ են կրել ռազմաճակատում եւ ներկայումս գտնվում են բարենպաստ վիճակում։ Հակամարտությունը դադարեցնելու համար Կիևը ստիպված կլինի համաձայնել զգալի զիջումների, շարունակել է հեղինակը։ Անցյալ շաբաթ ամերիկյան Axios հրատարակությունը եւ Գերագույն Ռադայի падգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել են Ուկրաինայի համար ԱՄՆ նոր խաղաղության ծրագրի ամբողջական տեքստը։ Ռուսաստանն ունի միայն ԱՄՆ-ի խաղաղության սկզբնական ծրագիրը, որն արդեն փոփոխվել է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ինտերֆաքսը։ Մենք հետևում ենք լրատվամիջոցների հաղորդագրությունների հրապարակումներին եւ ուշադիր վերլուծում դրանք։ Մենք հասկանում ենք, որ ամերիկացիների եւ ուկրաինացիների միջև բանակցությունները շարունակվում են։ Մենք հասկանում ենք, որ հրապարակված տեքստում որոշ ճշգրտումներ են կատարվում։ Մենք հասկանում ենք նաեւ, որ նախկինում ոչ պաշտոնապես ստացված տեքստն արդեն փոփոխվել է, ասել է Պեսկովը։ Նրա խոսքով ռուսական կողմը տեղյակ չէ նոր ծրագրի մասին, որը բաղկացած է 19 կետից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է պաշտոնական հանդիպումներ ունենալ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ, Թրամփի վարչակազմի հետ նրա բարդ հարաբերությունների պատճառով, հաղորդում է Պոլիտիկոն։ Նոյեմբերի վերջին Կալասը հայտարարել էր, որ բանակցություններում զիջումները պետք է լինեն միայն Ռուսաստանից։ Ավելին, նա հայտարարել է, որ Եվրոպան ունի հստակ ծրագիր Ուկրաինայի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակամարտության կարգավորման նոր առաջարկների ֆոնին։
Եղանակը առաջիկա օրերին նոյեմբերի 26-ից 30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսադեմին Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ից 3-ը աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։ Այնուհետև էհապես չի փոխվի։